Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ ուժեղ, կայացած, ինքնավստահ մի կնոջ հետ, որը բոլոր տարիներին, իմ ավագ սերունդը նույնիսկ իրեն գիտի եւ իրենից լիքը բան կարելի է սովորել հենց ժուրնալիստիկայի մեջ։ Բարի երեկո։ Բարի երեկո Արթուր, այսպես շատ Տիկին Արաքելյան ես Տիկին Արաքելյան պիտի ասեմ, որովհետեւ իմ մոտ չի ստացվելու ռիպսիմեյով դիմելը։ Այսօր մարտի 8-ն է եւ ես անընդհատ այսպես մտածում եմ ում պետք է հրավիրեմ իմ տաղավար հյուր եւ ասացի, որ ուժեղ կանանցից մեկը իմ կողքին է իմ գործընկերը։ Այնպես որ ուրախ եմ, որ այսօր քո հետ։ Ես եմ շնորհակալ անչափ հրավերի համար։ Տիկին Արաքելյան, եթե մենք այսօր վերածում ենք մեր իրողությունների մեջ այն աղետները 7 տարվա, այն սպասումները, որ մենք այդպես է չենք սպասում, այլևս չենք սպասում, ես սպասում ենք, այդ հավատը, որ ունեինք եւ չունենք, եւ այս ամեն ինչի շուրջ մենք տոներ որպես այդպեսին 7 տարի է ոչ նշում ենք, ոչ հասկանում ենք դրա առաքելությունը որն է, բայց մենք տարիներ շարունակ մարտի 8 ենք նշել, կանանց մեծարել, կանանց իրավունքներով, այսպես։ Եւ ստացվեց այնպես, որ մենք ունեցանք 1 ամսյակ։ Եվ մենք տղամարդիկ անընդհատ բողոքում ենք, որ իբր 1 օրը շատ էր, քիչ էր, հիմա էլ 1 ամիս պիտի տոնենք եւ կանանց մեծարենք։ Հիմա ինչ է ձեզ համար կին, կնոջ իրավունքներ եւ արժեհամակարգ, կինը որպես այդպեսին։ Գիտես, սկզբում այսպեսի մի բան ասեցիք, ուժեղ կին, ճիշտն ասած ես չգիտեմ, միգուցե ոմանք ոգեշնչվում են այդ բնորոշիչից, ուժեղ կին, ցավոք պետք է արձանագրեմ, որ միգուցե ուժեղ կին եմ, բայց ես բացարձակ հաշտ չեմ դրա հետ։ Ես սա ուղղակի անկեղծ ասեմ, այսօր որպես մարտի 8, այսպես փորձեմ ավելի այսպես ինձ ավելի թույլ ներկայացնել, կնոջ տեսանկյունից ներկայացնել, ինձ դուր չի գալիս դա, անկեղծ եմ ասում, բայց ես վստահ եմ, որ դու լավ դրական իմաստով ես դա ասում։ Ցավոք պետք է արձանագրեմ, որ այո, այսօր հայ կինը շատ ուժեղացել է եւ երևի թե դա ոչ միայն հայ կանանց է բնորոշ, այլ աշխարհի տենդենսները այդպիսին դարձան, որ այդ իրավահավասարություն, ժողովրդավարություն եւ նաեւ այդ գլոբալիզմի մի մասն է դա դարձել, որ գիտես ինչ, կինը եւ տղամարդը համարժեք են, կինը եւ տղամարդը հավասարազոր են։ Դա երբեք չկարողացա հասկանալ եւ գիտակցել դա։ Ես հենց դա եմ ուզում ասել։ Ես կարծում եմ այս սեռային տարանջատումները, որը միշտ եղել է, որովհետեւ ամեն սեռ ունի իր առանձնահատկությունը։ Տղամարդը մեր մտածողությամբ եւ մեր ընտանիքների եւ դարեդար եկող ես բացարձակ հին չեմ իմ մտայնություններով, մտածողությամբ, բայց տղամարդը ունի իր ֆունկցիոնալ պատասխանատվության տիրույթը մարդկային ողջ կյանքի գիտակցության մեջ։ Դա որսորդն է, դա իր ընտանիքի համար պատասխանատվություն կրողն է, դա այդ ընտանիքի հոգսը իր ուսերին վերցնողն է, իր կնոջը փայփայողը գուրգուրողն է, իսկ կինը այդ ընտանիքի վարչապետն է, ներքին կյանքը կառավարողն է, կարգավորողն է եւ վերջի վերջո ես պետք է սա արձանագրեմ, որ անկախ ամեն ինչից լավ պատասխանատու տղամարդու թիկունքին միշտ կանգնած է նաեւ այդ գուրգուրող, փայփայող, հոգ տանող կինը։ Բայց տարիների ընթացքում փոփոխություններ տեղի ունեցավ։ Այո, տղամարդը պարկեց, կինը գնաց աշխատեց։ Արդյունքում մենք այսօր տեսնում ենք ցավոք սրտի, այո, ճիշտ եք նկատում, կանայք ուժեղացան, կանայք հասկացան, որ իրենք կարող են ավելի շատ վաստակել, քան տղամարդիկ, կանայք հասկացան, որ իրենք կարող են իրենց բոլոր հոգսերը հոգալ իրենցով, եւ արդյունքում ինչ ստացվեց, որ տղամարդը դարձավ իրենց կյանքում այսպես մի բան, որ կարող է լինել, կարող է չլինել։ Եթե այդ տղամարդը պիտի իմ հոգսը կիսի, իմ խնդիրը լուծի, ես ինքս անձամ շատ ավելի լավ եմ այդ ամեն ինչը կազմակերպում, բայց սրա մեջ իրականում մեծ ողբերգություն կա։ Սա բնության հետ ներդաշնակ խաղ չի։ Սա բնության հետ
ունեցավ այդ տարանջատումը, որի արդյունքում մենք այսօր տեսնում ենք կանանց մի մեծ հասարակություն, որոնք մի հատ շատ էլի հիմար բառ կա, էդ էլ չեմ սիրում, ինքնաբավ, հա? Ես ինքնաբավ կին եմ, ես ամեն ինչից գոհ եմ, ես սա ունեմ, նա, այսինքն այդ ամեն ինչը նյութականացվեց։ Այո, դու կարող ես նյութականացված իմաստով համարես քեզ ինքնաբավ, ինչպես հաճախ ասում են, ես չեմ օգտագործում երբևէ դա, այդ բառը չեմ սիրում, բայց դու չունես այն երջանկությունը, այն հոգևոր սնունդը, այն սերը, այն արևը, այն լույսը, որը իրապես անհրաժեշտ է կնոջը։ Ձևը եկավ առաջի պլան եւ բովանդակությունը մղվեց դեպի հետ։ Խնդիրը այն է, որ այսօր գիտեք ինչն է դարձել առաջին պլան, որ դե ես վաստակում եմ, ես կարող եմ տուն գնել ինձ համար, ես կարող եմ իմ երեխաներին մենակ մեծացնել, ես կարող եմ այդ հոգսերը ինքնակամ իմ կերպով հոգալ եւ այլ, էլի չեմ անում տղամարդը, բայց բնությունը ներդաշնակ է կնոջ եւ տղամարդու հարմոնիայով։ Եվ մենք մոռանում ենք հենց երեխեքի գոյության մասին, որ երեխան պետք է ընտանիքում, լիարժեք ընտանիքում, հա, մեծանա եւ դասիրակությունը որպես այդպեսին հոր եւ մոր առաջնային է։ Ցավոք սրտի մենք շատ հեռուն գնացինք եւ հասկանալով որ մենք բայց տեսեք այստեղ մի նրբություն է կա երբ որ այս համակարգը այս կերպ ձևավորվում է դրա արդյունքում նույն ընտանիքներում արդեն տղամարդու եւ կնոջ դերերը փոխվում են տղամարդը շատ ավելի այսպես դառնում է թուլակամ, թուլամորթ կինը սկսում է իր վրա վերցնել այդ պատասխանատվությունները եւ այս կինը որը ուզել է այդպես դառնա եւ նաեւ ավտոմատ այդ տղամարդուն է այդպեսին դարձրել ցավոք սրտի որտեւ այդ տղամարդը այդքան էլ ուժեղ չի կարողացել գտնվել հետո դու այդ տղամարդուց սկսում ես հիասթափվել ասում ես էսով է Բայց այդ ընդհանուր իրականում ողբերգության մի կարևոր մասն է, որովհետև մենք կերտում ենք այդ հասարակությունը, մենք այդ ձևի մեջ մենք բոլորս մեզ տեղավորում ենք, ասում ենք, որ ես ուժեղ եմ, ես սա եմ, ես նա եմ, ես նա եմ, հետո մեկ էլ տեսնում ես, որ այդ տղամարդը չի հասնում քո հետևից, 80%-ի մոտ այդպես է, չի հասնում քո հետևից, հետո ասում ես, բա որ իմ հետևից չի հասնում, էլ ինքնին ինչին է պետք Հետո այս քարոզչությունը ահա որ ազդեցավ մանավանդ այս նոր ծերնդի վրա այն օրը ինչ որ այսպես բլոգերների բաները հա բերում նայում ես ու ինչ է ասում ամուսնացած տղամարդկանց հետ ընկերություն արեք որովհետև ամուսնացած տղամարդիկ իրենց կանանց բաց չեն թողում ըստ դրա նաև ձեզ բաց չեն թողում օրինակ առաջ մենք այդպես քարոզչություն եք հա անընդհատ դրա մասին խոսում է եւ ես հիշեցի հետ գնացի էլի իմ մամայի նույնիսկ ասենք մեր տարիքի հետ մեր մամաները այո այն ժամանակ ամոթ էր երբ որ ասենք աղջիկը որը չամուսնացած աղջիկ էր եւ կապվում էր ամուսնացած տղամարդու հետ դա գնահատվում էր որպես շատ տաբու էր այո ճիշտ ասած հիմա ես էլ եմ էլի նույն կերպ եմ մտածում տաբուներ կան որոնք անկախ ժամանակներից պետքա չանցնես այո հիմա այս ամեն ինչը այսպես խառնվել է իրար եւ տղամարդու ողնաշարն էլ քանի որ այս իշխանությունները հնարավորինս կոտրեցին որ դու չես կարող պայքարել դու ոչնչի պետք չես եւ մենք դարձանք այսպես անճարակ մեկը ցավոք սրտի եւ կանայք փորձեցին իրենց ուսերին լիքը բերեր վերցնել եւ տանել հիմա ես կուզենայի հասկանալ Արաքելյան Ռիփսիմեն երբ որ մենակ հասնում է տուն եւ տանը մենակ է եղել է այդ պայթելու վիճակը երբ որ դրսում այս իրավիճակները բան այդ թուլությունը ինքդ քո մեջ փորձես քնության առնել եւ պայթել գիտես այդ պայթելը միշտ լինում է ուղղակի շատ հաճախ փնտրում ես մի հատ բան որ մենակ լինես այդ հարցում ինձ շատ օգնում են իմ աղջիկները որպեսզի ես մենակ չմնամ երբ որ այդ մենակ մնալու պահը հաջողացնում եմ հա պայթում եմ ու այս վերջերը շատ ավելի հաճախ են պայթում որովհետև իրականում զգում ես որ ինքդ քեզնով ստեղծում ես ինչ որ մի կերպար մի տեսակ խոսքը կոնկրետ իմ մասին չէ կանանց մասին եմ խոսում կարող եմ նաև ինձ էլ տեղավորել այդտեղ ինչու ոչ ու զգում ես որ այդ ամեն ինչի արդյունքում դու
շատ կարևոր բաներ իրականում չես արել կամ արել ես չես հաջողել կամ կորցրել ես, բայց միևնույնն է դու պիտի այդ թուլացման պահերը չդրսևորես, որովհետև որ պահին որ թուլանաս կարող է լրիվ փշրվես գնաս։ Իսկ այդ դեպքում արդեն երբ որ ունես պատասխանատվություն, զավակներ եւ այլն, իրավունք չունես ուղակի, բայց գիտես մեկ-մեկ ուզում ես այդ իրավունքից օգտվես։ Այնպեսի մի հատ պահ է գալի, որ ուզում ես այդ պահից օգտվես, իհարկե լինում է փշրվում ես, կոտրվում ես, բայց էսա կյանքը արդ։ Կյանքը էսա, դու փշրվում ես, ընկնում ես, վերել ես կենում, կոտրվում ես, առաջ ես գնում, հետո հետ ես գնում, հետո սննկանում ես, հետո վերելքներ ես ապրում, ամեն ինչ էլ լինում է այս մարդը Աստծո մենակն է։ Ես կարծում եմ, որ կյանքի ռիթմը, երանգը հենց նաև դրա մեջ է։ Ուղղակի ես կարծում եմ, որ այդ ներդաշնակությունը պետքա չխախտվեր մոլորակի վրա, այսինքն կնոջը անհրաժեշտ է տղամարդ, իսկ տղամարդուն կին։ Սա Աստծո օրենքն է, սրա դեմ չի կարելի ընդդիմանալ։ Անկախ ամեն ինչից մենք եթե այսպես վերցնենք այդ միայնության, մենակության զգացումը միշտ էլ կգտնենք, որովհետև մարդը նաև դեպրեսիվ օրգանիզմ է։ Ինքը միշտ ինչ-որ բաներ է ուզում, որը չի ստանում։ Իրեն թվում է, որ այն մեկին դա տրվեց, իրեն չէ, բայց այդպես չի։ Ամեն մեկը իր չեերը ունի այս կյանքում, որ չի ունեցել, բայց ունեցածը չի գնահատում։ Դու միշտ պիտի ունեցածդ գնահատես։ Ես մեկ-մեկ աղջիկս, փոքր աղջիկս իմիջիայից այսպես շատ է, այսպես դիսկուրսի մեջ հետս մտնում ես թեմաներով, ասում է դու օրինակ ինչի ես միշտ ասում, որ բավարարվի գնահատի այն ամեն ինչով, ինչը ունես, ասում է, հա բայց դա նորմալ է որ ունեմ, ասում եմ ով ասեց նորմալ է։ Երբ որ ունես, այդ չի նշանակում որ նորմալ է, նայես այն մեկը չունի, ասում է, չէ, իսկ ես ուզում եմ այն մի տարբերակին ձգտեմ ավելի, ինչը չունեմ գնամ դեպի դրան, բայց մենք ինչի կռիվն ենք տալիս այս մեր կյանքում։ Ինչ ունենալու։ Ես այդ եմ ուզում հասկանամ։ Այսօր այդ ունենալ բառը նյութական արժեքներով է բացառապես ասոցացվում։ Ունենամ ինչ հոգի, ոգի, սեր, ինչ ունենամ։ Մենք դրա մասին չենք մտածում։ Մենք մտածում ենք ունենամ, չգիտեմ, տունս փոքր է ավելի մեծ տուն։ Ունենամ, այգիս փոքր է ավելի մեծ այգի։ Ունենամ մեքենաս փոխեմ ավելի մեծ մեքենա, ու մեզ թվում է թե այդ արժեքների մեջ մենք կարող ենք ավելի երջանիկ լինել, ավելի ինքնաբավ լինել, ավելի ուրախ լինել, բայց տենց չի։ Այդ ամեն ինչը ուրիշ ունենալու մեջ է խնդիրը։ Ունենալ ինձ թվում է փոխադարձ սեր, հոգևոր արժեքներ, ունենալ մի անկյուն, որտեղ դու քեզ հանգիստ ու խաղաղ ես զգում։ Մենք պետք է դրա կռիվը տանք։ Հատկապես վերջին տարիներին մենք մեր մասին կարծես չենք էլ մտածում, հա, մեր ամենօրյա պայքարն ու կռիվը կարծես հայրենիքն ազատագրելն է։ Ունենալ հայրենիք, պահել հայրենիք, ունենալ հայրենիք, ունենալ, այ հիմա ես աշխարհի ամենադժբախտ մարդն եմ ինձ համարում, որ ես չեմ կարող գնալ Արցախ։ Հիմա ինչ որ մարդ կարող է ասի, հա լավ, դե հիմա Արցախ չես գնում, գնա Գորիս։ Հա ես Գորիս էլ եմ գնում, էլի լավ եմ զգում ինձ այնտեղ, բայց ես որ չեմ գնում Արցախ արդեն քանի տարի է, ես դժբախտ մարդ եմ։ Ինձնից գողացել են դա, ես կորցրել եմ դա ու դա չունենալը իմ համար մեծ անձնական ազգային ողբերգությունից բացի ինձ համար խիստ անձնական ողբերգություն է։ Այո, չես կարող հաշտվել։ Իսկ դա ես կարծում եմ, որ հոգևոր ցանկություն է, ոչ թե ունենամ Արցախում չգիտեմ ինչը, հա, ես Արցախում տատիս տունը թողեցի, մեր ազգականների գերեզմանները թողեցի, այդ ամեն ինչը թողեցի, բայց ինձ համար կարևոր էր, որ ես այդ հողի վրա ուղղակի քայլեի, այս պահին, ուղղակի գնայի ու քայլեի, այդ եմ ուզում ունենամ հիմա, բայց այն ժամանակ եմ գնահատել այդ Արցախը ունենալը իմ մեջ, որտեղ այնպես չի, որ կորցրել եմ, նոր եմ գնահատել, ինձ համար ամեն շաբաթ մի հատ շնչառություն էր բացվում, որ ես ուրբաթ շաբաթ կիրակի կարող ուղղակի դուրս գայի տանից, ավտոմեքենաս շարժիչը աշխատեցնեի եւ սոտք քելվաջար ճանապարհով գնայի Մարտակերտ, մերոնց տուն, իմ տատի տուն, ճիշտ է, ես Երևանում եմ ծնվել մեծացել, բայց իմ ազգականները այնտեղ էին ապրում, ու այդ ուրբաթ շաբաթ կիրակին իմ կյանքի ամենաերջանիկ օրերն էին։ Ուղղակի զուտ, որ հենց մտնում էի Արցախ, սենց քայլում էի ուղղակի։
մտնում էի ինձ համար անպետք իրեր կարող առնեի, ինձ ոչ պետքական։ Ես այստեղ Երևանում ունենալով գրախանութների հսկայական առաջարկ եւ մեծ գրախանութներ, որտեղ դու կգտնեիր պես եւ գունագեղ գրքեր, ես գնում էի Մարտակերտի գրախանութ էի մտնում, որտեղ տնտեսական խանութեր մի մասն էլ տենց գրքեր էին վաճառում, որտեղ շատ քիչ քանակի գրքեր կային, բայց ես իմ գրքերի մեծ մասը Մարտակերտի խանութից եմ առել։ Իմ համար այդտեղից ինչ որ մի բան բերելը միշտ ինչ որ այսպես նշխարքի պես մի բան էր, ու հիմա ես այդ գրքերը գիտեմ որն եմ Մարտակերտից առել, որն եմ Ստեփանակերտից առել, այդ իմ համար արժեք ա եղել։ Ես ավելի մեծ բաների մասին այսօր չեմ երազում, մեծ արժեքների մասին չեմ ասում էլի նյութական, երբեք չեմ էլ երազել։ Երևի դրա համար կա, չէ, ասում են, երբ որ այդպիսի բաներին շատ չես ձգտում, չես էլ ունենում։ Կարող է տենց է, որտեվ ինձ հաստատ դա այդքան չէր ուրախացնի, ինչքան որ հենց հիմա ես մի հատ գնայի Ղարաբաղ։ Այդ իմ համար ամենամեծ արժեքն է։ Մարդն ասում մենակն է։ Եթե հանդիպեիր Աստծուն, զրույցը ինչպես կստացվեր։ Չգիտեմ։ Երևի կասեի ներիր ինձ։ Իսկ ներելու պատճառներ կան։ Միշտ։ Մարդը սխալական է։ Ես կարծում եմ շատ կարևոր է, որ դու գիտակցես, որ ներելու հարց ունես կյանքում։ Իհարկե։ Ով է այն կինը, որը ամենաերջանիկն է իրեն համար։ Տենց կին չկա։ Երջանկությունը հավիտենական չի կամ անընդհատական չի։ Երջանկությունը դրվագներ են, որոնք գնահատվում են դժբախտություններ եւ ողբերգություններ լինելու պարագայում։ Եթե դու նրանք չունենաս, դու երջանկությունը չես գնահատի։ Երբ ես սիրած տղամարդուց ծաղիկ ստացել։ Վերջին անգամ։ Այդ սիրած տղամարդը կարա լինի հեռուստադիտող օրինակ։ Դե ծաղիկներ հաճախ եմ ստանում, շատ հաճախ կան սիրած տղամարդիկ, որոնք ծաղիկներ ուղարկում են, բայց ցավոք փոխադարձ չի լինում դա։ Եղելա որ մերժել ես։ Ես չեմ մերժել, ես ծաղիկներ ընդունում եմ, բայց իրենք կարող է սիրում են, սիրահարված են կամ ծաղիկներ նվիրում են, բայց ես չունեմ այդ էմոցիան, այդ մարդկանց նկատմամբ։ Հա, բայց հավատա, որ վերջին շրջանում ես նույնիսկ ջահելների մոտ նկատում եմ այդ ծաղիկ նվիրելու մշակույթը չկա, հա, որովհետև ինչ որ տոներ են լինում, բան ու ջահելները երբ որ քայլում են, իրար գրկած, իհարկե դա շատ գեղեցիկ տեսարան է, բայց այդ ծաղիկ նվիրելու բանը մշակույթը կարծես դուրս է մղվել, հա, մեր իրականությունից։ Ծաղիկ նվիրելը իրականում լավ բան է, բայց ես կարծում եմ, որ դա գլխավորը չէ այդ զույգերի եւ սիրող սրտերի միջև շատ ավելի կարեւոր բաներ կան։ Այդ շատ ավելի կարեւոր բաների վրա է պետք ուշադրություն դարձնել, քան թե ծաղիկը քանի դրամանոց ու ինչ արժեքի է։ Կարող է ծաղիկը ընդհանրապես չլինել, բայց դրա դիմաց այնպիսի այդ հոգեղեն կապ լինի, որը քեզ համար շատ ավելի արժեքավոր է, քան թե ինչ որ մի փունջ ծաղիկ։ Ես դից եմ մտածում։ Ես հավատում եմ։ Ռիփսիմե Արաքելյանը ինչին է հավատում։ Գիտեք, ես չեմ ասի, որ ես հավատում եմ Աստծուն եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես ինչի ասեցի, ես Աստծուն կասեմ նաեւ ներիր, որովհետեւ ես պահ կա, որ ընդհանրապես հուսահատության եւ հուսալուկության պահին կարող է եւ չհավատամ իրեն, բայց ես հետո հասկանամ, որ այդ սխալ է եւ նաեւ այդ ներումը խնդրում եմ իրենից հետագայում էլ։ Ես չգիտեմ, ես այս պահին ուզում եմ հավատամ հայ ժողովրդի ոգուն։ Ուզում եմ հավատամ, որ ոչ թե ինքը ամեն առավոտ վեր կենա ու ասի լավ կլինի, ու էլի նայ երկինք ապաշխարելով Աստծուն, այլ ասի, որ լավ կլինի, որովհետև ես ինքս տեղից պիտի շարժվեմ ու ինչ որ բան անեմ։ Ուղղակի լավ կլինի չի լինում։ Երբեք լավ չի լինում, եթե դու ոչինչ չես անում։ Եվ ասել, որ Աստված մեծ է, ինչ իր կամքն է, Աստված մեծ է, մեզ կփրկի, Աստված մեծ է, մեզ էս կանի, Աստված մեզ շնորհել է այս կյանքը, տվել է միտք, տվել է խելք։ Բոլորին նույն Աստված բոլորիս հավասարաչափ տվել է նույն պայմանները, որովհետեւ մենք գործենք, ապրենք, ստեղծենք, պաշտպանենք եւ պաշտպանվենք։
Ինչ է նշանակում նստել եւ ասել վաղը լավ կլինի։ Վաղը երբեք լավ չի լինելու, եթե մենք ոչինչ չանենք։ Իսկ մենք այս պահին ոչինչ առայժմ չենք անում։ Եվ երբ որ մեր երկիրը դարեդար անընդհատ փոքրացել է, դա բացառապես մեր խնդիրն է եւ անընդհատ ասել որ այս ժողովուրդը ողբերգական կյանքի իր հանգրվաններում անընդհատ կորցրել է սա ես չեմ ուզում այստեղ էլ վատաբանեմ իմ ազգին որտեվ ես շատ սիրում եմ հայերին մենք էլ ինչպես բոլոր ազգերը ունենք թե թերություններ թե առավելություններ բայց ես կարծում եմ մենք չափից դուրս միամտություններ ունենք ինչ որ շատ տարական ազնվություններ ունենք, որոնք արդեն ազնվությունից վերածվում է մեկ այլ բանի, էլի ասենք չեմ ուզում վատ բառ ասեմ, բայց տենց նաիվության, հիմարության, հասկանում ես։ Հայ չափը։ Ու մտածում ենք, որ վայ դե մենք սենց ենք ուզում լինել, բայց սենց եղավ, չէ։ Ես չեմ համարում, որ մենք հիմար ժողովուրդ ենք, մենք խելացի ենք, մենք լավ ճկուն տրամաբանություն կարող ենք ունենալ, պատեհ պահի, կարող ենք համախմբվել, կարող ենք մեջք-մեջքի կանգնել, բայց չեմ ուզում այսպես նստենք ու նայենք երկինք, ասենք Աստված ջան, մեզ փրկի, Աստված ջան, մեզ օգնի։ Աստվածին ինչ անի, որ դու բան չես անում այս դեպքում։ Մենք պիտի անենք։ Հիմա էլ բան չենք անում։ Այդ դա ինձ ունից հանում է։ Ես ուզում եմ մի բան լինի, որ մենք գնանք բոլորս այդ լույսի հետևից, այդ լույսի ճանապարհի հետևից գնանք։ Մենք շատ խաբվեցինք վերջին 7 տարիների ընթացքում Արթուր ջան։ Մենք անընդհատ գնացինք այստեղից այնտեղ, որովհետև չի կարելի հուսալքվել, չի կարելի հուսահատվել։ Ես չեմ ուզում այդ հուսահատությունը ապրեմ, բայց պահեր լինում այո, թևաթափ եմ լինում, կոտրվում, փշրվում եմ։ Բայց ես հիմա ուզում եմ իսկապես այս մի կտոր հողը պահելու համար մենք կարողանանք այդ հույսը գտնել ռեալ, շոշափելի, այստեղ նյութական հույսի մասին է խոսքը, որ բռնվենք դրանից, որ կարողանանք մենք այս իրավիճակից դուրս գանք, թե չէ մենք այդ ամենակարևոր արժեքը որ այսօր մարդիկ խուսափում են ասել, ասում են դե լավ, դե այդ հայրենիքը, բան, չէ, ինչ էին ասում, հայրենիք սիրողները, ազգային գաղափարախոսություն ունեցողները, դա գաղափարախոսություն չի, դա քո կեցության իրավունքն է։ Դա կուսակցական գաղափարախոսություն չի, դա քո գոյի իրավունքն է, դա քո ինքնապաշտպանության իրավունքն է, քո հողի վրա քո ապրելու իրավունքն է։ Այստեղ ոչ կուսակցության հարց կա, ոչ կուսակցական գաղափարախոսության հարց կա, ոչ չգիտեմ ինչ կա, դու պիտի պաշտպանես քո տունը, որ դու այս հողի վրա ապրես, թե չէ մենք կարող գնանք ապրենք Ամերիկայում, Ֆրանսիայում կամ եսի մոտ, բայց ես չեմ ուզում։ Անհոգ չենք լինելու, մերպես մարդիկ այնտեղ անհոգ չեն լինում էլի։ Ինձ գոնե այն ապահում, որ գոնե ես իմ երկրի վրա եմ ապրում, այս էմոցիաներով, այս խառնիխուռն հոգեվիճակում պատկերացնում ես, ասենք ապրեիր հենց հիմա Լոս Անջելեսում, ինչ կլիներ։ Ես չէի ապրի, ինձ մի հիվանդություն կկպի կարգավիճակում չեմ կարող։ Ես էլ չէի ապրի հաստատ, գոնե ես կարծում եմ մեր հողը շատ մեծ ուժ ունի, գիտես, այդ էներգիան, այդ ուժը, որ ստանում ես այս հողից, հիվանդ լինես կբուժվես։ Ու ես մի հատ ընկեր ունեի, ֆանտաստիկ տիպ էր ինքը, ցավոք սրտի արդեն մահացավ, մենք շատ էինք իրար հետ խոսում, զրուցում, ավակ գործընկերներից էի, տարիքով մարդ էր արդեն, ասում էր լսի, Հայաստանի հայը պիտի ապրի հայկական հողի վրա, Հայաստանի, Արցախի հողի վրա, ասում էի, դե լավ, ասենք որն է էլի դրա առանձնահատկությունը, ասում էր, այս հողի վրա դարեդար մեր պապերն են ապրել։ Եվ այդ մեր պապերի ոսկորները այս հողում են թաղված։ Երբ որ մենք թեկուզ այս հողի մեջ մի սերմ ենք գցում եւ թեկուզ ծառը աճում կամ ցորենը աճում կամ ինչ որ բան է աճում, մենք մեր պապերի ոսկորների զորությունն ու էներգիան ենք ուտում, ստանում։ Այսինքն շատ կարեւոր է որ նաեւ մարդ այս հողի վրա մի բան ցանի, մի բան տնկի ու դրա բերքը ուտի, որովհետեւ դա մեր դարեդար ազգային գենետիկան է այս հողի վրա։ Դրա համար պատահական չի։ Ես քույրեր ունեմ, որոնք Մոսկվայում են ապրում արդեն շատ երկար տարիներ, ուշք ու միտքները այստեղ է։ Ես այդ օրինակ ուղղակի իրանց վրա եմ բերում։ Քույրս քրոնիկ գլխացավերի խնդիր ուներ մի պահ։ Հայաստան մտնում է ինքը լավանում է։ Հայաստանից գնում է նորից իր գլխացավերը սկսվում են։ Մտնում է այստեղ առողջանում է։
դուրս է գալիս գնում է նորից հիվանդանում է։ Ես գիտեմ, որ այս հողը մեր բժիշկն է։ Այսինքն ինքը ուղակի որպես հող չի, որ մեր տունը սրա վրա կառուցած է, մենք ստեղ ապրենք։ Ուղակի մեր գույքը կապիտալ է, այստեղ է, մենք ստեղ ապրենք։ Չէ, հարցը գույքը կապիտալը չի։ Անկալում հայրենիք գոյությունը որպես այդպեսին։ Ես որ ասում եմ, այո, չի տարածք, որտեղ որ դու ուղակի ապրում ես։ Իհարկե, այս հայրենիքը պատահական չի, որ ասում ենք հայրենիք։ Ասում են ինչ շիզոֆրենիկ հայրենասերներ, թե ինչ որ sense բան է, չէ՞ դրանք ինչ որ պաթոսով ինչ որ հայրենա, ինչ որ sense ծաղրում են այդ մարդկանց, ովքեր հայրենիքից խոսում են։ Իմ համար հայրենիքը այ հենց այդ հողն է, որի վրա դու ոտքդ պիտի դնես ու դու զգաս, որ դու առողջանում ես, դու վերածնվում ես, վերակենդանանում ես։ Արդեն Արցախը ինձնից տարել են, մեզնից տարել են արդ։ Էս էլ թողենք կորի։ Բա մենք ո՞նց ենք ապրելու, չի լինի տենց բան։ Դրա համար եմ ասում, այդ լույսի հետևից պիտի գնանք, անհնար է, որ մեր ժողովուրդը այդ լույսը չկարողանա իր համար ունենա։ Ես հավատում եմ դրան, ու սա բացարձակ ռոմանտիզմ չի, մենք վաղուց ռոմանտիզմից եւ լիրիկայից դուրս ենք եկել, սրանք չեն թողել այնպիսի մի վիճակ, որ մենք կարողանանք երազանքների եւ լիրիկական եւ ռոմանտիկ զեղումներով ապրելու։ Ես հավատում եմ, որ դրան եմ հավատում, որ ելք լինելու եմ եւ նույնիսկ արժե համակարգը փոխվեց, երբ որ երևանցիների մակարդակով եմ ասում, biz այդ կաներում եւ որ տղերքը հավաքվում էին ու ինչ որ հայոյանք էին տալիս, երբ որ հետևից անցնում էր կին, իրենք չգիտեին գլուխները որտեղ թաղեն, հա։ Հիմա տպավորությունն է, որ հայոյանքը դարել է հայ կնոջ սպեղանին։ Ինչու ոչ, որովհետեւ այդ մարդիկ ինչ որ արժե համակարգա փոխվել, հա, որովհետև մենք հայ կնոջը լրիվ այլ որակների, այլ ոգեղենության մեջ ենք ընկալել։ 18 թվականը բեկումնային ա եղել մեր կյանքում իսկապես 18 թվականին սրանք եկան իշխանության հայոյանքով։ Այո։ Եվ 18 թվականին, եթե հիշում ես, թե հայոյանքի ինչ տեղատարապ կար, հիմա դու մի զարմացի, ես զրույցի տակ մենք դες խոսում ենք ինչ արժեքների մասին, ինչ թեմաների մասին, դու մի զարմացի, մեզ էսա հայոյելու են ու հայոյանքներ են գրելու։ Ուղղակի լինելու է տատիկ, որ ունի թորմ։ Ես չգիտեմ ով է լինելու, կարան ֆեյքեր լինեն, կարող են հենց իրական մարդիկ, հիմա երևի ֆեյքերը ավելի քիչ են, քան իրական մարդիկ։ 18 թվականից մենք հայոյանքի տակ ենք։ Եվ այդ հայոյանքը այս սրանք են գեներացրել։ Լեզվամտածողությունը։ Այո, եւ հիմա վիրավորվում են իրենք այդ հայոյանքից։ Ինչ ցանես, այն էլ կհնձես։ Եվ բայց մենք ազգովի ենք հնձում այս ամեն ինչը, որովհետեւ սա մի խայտարակ մշակույթ բերեց մեզ մոտ, որ հայոյանքը դառավ սովորական խոսակցական լեքսիկոնի մի մաս։ Եվ հայոյանքով խոսում են փոքրից մեծ այսօր ցավոք սրտի։ Մենք պիտի կարողանանք նորից գալ ելմանդրության, փոխել իրավիճակը եւ թող որևէ մեկը որևէ մեկին չմեղադրի դրանում, այս ամենի թիվ 1 պատասխանատուն այն մարդն է, որը զբաղեցնում է վարչապետի աթոռը իր բանդայով, որոնք բերեցին 2018 թվականից հայոյանքը, որը հետագայում արդեն մտավ ինտերնետ տիրույթ, տարբեր մարդիկ, բլոգերներ, նաև հայտնի մարդիկ դարձան, հայոյանքով շատ մարդիկ հայտնի դարձան, հանրային այսպես հնչեղություն ունեցավ դա, եւ արդեն մարդիկ հասկացան, որ եթե ինչ-որ մի բան ուզում ես հասկացնել, պիտի հայհոյես։ Բայց առաջ այդպես չէր։ Դե ազգային ժողովի առաջի ամբիոնից գլխավոր չասեմ ինչը, հայոյում էր, չէ, ասում էր թափ կտամ ուրիշ բաներ թափ կտամ։ Այո, նաև նախընտրական քարոզարշավների ժամանակ հիշում եք ինչեր էր խոսում։ Բայց գիտեք, ես միշտ կարծում եմ, որ բոլոր ժողովուրդները ունենում են անցումային փուլեր։ Ուղղակի շատ կարևոր է, որ այդ անցումային փուլերի ընթացքում կորուստները չլինեն անդառնալի։ Դասեր քաղեն կգոնե։ Ես մի քիչ գիտես Արթուր, այս դասեր խաղելու մասով ցավով պիտի արձանագրեմ, այդ դասը չենք խաղում։ Այո։ Ուղղակի մենակ մնում է, որ ասում է, մտածենք այն մասին, որ գոնե մինիմալ կորուստներով դուրս գանք, բայց դե ինչ մինիմալ արդեն Արցախը կորցրել ենք, գումարած Հայաստանի շատ ու շատ սահմանամերձ տարածքները, Սյունիքը զոհասեղանին, Ջերմուկի սարերում թուրքը նստած է, Սև լճում թուրքը նստած է, ոչ մեկ հետ դարձ չի կատարում, իրենք արդեն իսկ Հայաստանի սուվերեն սահմաններից ներս են մտել։ Սա է հարցը։ Բայց տենց մենք ապրում ենք, մտածում ենք, թե լավ, թե հիմա կգնան, չէ, էլի, բայց էլի եմ ասում, այդ հույսը պետքա չկորցնել, սա տենց պաթոս չի։
Եվ վերջում հավատալ, որ մենք այս իրավիճակից պիտի դուրս գանք, ուղղակի այն իրավիճակին չհասնենք, որ անգամ Հայաստանը չկարողանա փրկել։ Սա է։ Արցախը ցավոք չփրկեցինք, եւ ես այդ միֆերին չեմ էլ ուզում այս փուլում, համենայն դեպս այս փուլում հավատալ, որ մենք հեսա կգնանք Արցախը հետ կբերենք, ոչ։ Դա այդպես չի լինելու։ Որ այա բոլորս գնալու են եւ Արցախում։ Չեմ հավատում ես դրան, այլ դրան չեմ հավատում։ Կարող է ինչ որ աշխարհակաղակական ինչ որ մի բեկում լինի, չգիտեմ, այն որ հաճախ ասում են, չէ, հեսա ջրհեղեղը կգա, սրան կքշի կտանի, այն ինչը կգնա նրան կքշի կտանի, հələ որ ոչ մեկին ջրհեղեղը չի քշել։ Նույն 15 թվականի ցեղասպանությունից հետո 100 տարի անցել, հələ ոչ մեկին ոչ մեկ ջրհեղեղ չի քշել, այդ պետությունն էլ որը ցեղասպանությունը իրականացրել է, հələ որ ծլունցաղկում բարգավաճում է, ոնց տեսնում ենք, ոչ մի բան էլ իրան չի սպառնում, թե մեր սերունդը չի տեսնի, հաջորդ սերունդները կտեսնեն, Աստված տա, ես միայն ուրախ կլինեմ, բայց գոնե հիմա այս պահին, այսպես այսօրեական խնդիրը այն է, որ գոնե Հայաստանը կարողանանք փրկել։ Ես քանի որ մարտի 8-ն է մեր մայրերին եւ տատիկներին, քույրերին, մորաքրոջ բոլոր հորաքույրներին, ես որովհետեւ կապված եմ հորաքույրներիս հետ։ Թող որ առողջություն լինի նրանց, ժպիտը միշտ տեղին լինի, ուժ կորով եւ ես մեր կանանց գիտեք հիմա ինչ կուզեի ասել, որ մոտիվացրեք ձեր տղամարդկանց, ձեր կողքի տղամարդկանց, որտեվ այսօր հայ տղամարդը շատ է խեղճացել։ Եվ կիննա թիկունքը Դրա համար եմ ասում, հայ տղամարդը շատ է խեղճացել այսօր, հաճախ ես էլ եմ պորտկումներ ունենում, շատ բարկանում դրանից, ասում եմ, այս ինչ վիճակ է, այս մեր տղամարդիկ, այս ինչ են դարձել եւ այլն, բայց հետո հասկանում եմ, որ երևի մենք պիտի իրենց էլի օգնենք այդ հարցում։ Մենք պիտի իրենց ուժ տանք, որ ասենք դու ուժեղ ես, դու ամուր ես, դու լավն ես եւ դու կարող ես։ Որտեւ ամենաուժեղ կինը կարող է ամենաուժեղ եւ գիտակից խելքգլխին տղամարդուն մի րոպեում դարձնել Այո, իհարկե։ Եվ նաև պետք է նաև հասկանանք, որ բաներ կան, որ դա հենց մեր տղամարդիկ պիտի անեն, ոչ թե մենք։ Որքան էլ որ մեզ անընդհատ ասեն, դուք ուժեղ կին եք, ես եք, այնեք, չէ, ես ուժեղ չեմ, դուք պիտի անեք։ Դուք եղեք, որ մենք լինենք։ Արդյոք դուք պիտի անեք։ Դա մենք պիտի չանենք։ Մենք ձեզ պիտի մոտիվացնենք, բայց դուք պիտի անեք։ Հարցեր կա, խնդիրներ կա, որ դա դուք պիտի լուծեք։ Որքանով էլ որ մենք կարող ենք լուծել դրանք, բայց ես ուզում եմ, որ մեր տղամարդիկ այսօր մոտիվացվեն, ուժեղանան, որպեսզի կարողանան իրենք մեզ թևու թիկունք կանգնեն։ Սա է իմ ցանկությունը։ Կարծում եմ ստացվեց մեր զրույցը։ Ես շնորհակալ եմ այս արդի համար, Արթուր։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։